Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Խորհրդային Միությունը իր միջուկային տերություն դառնալու համար իապես պարտական է մեր հայրենակից խորհրդային հետախուզության ողջ պատմության ընթացքում ամենից արդյունավետ ռեզիդենտներից մեկին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Հայկ Հովակիմյանին։ Մեր հաղորդման հյուրերն են գրող հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության ծառայության գնդապետ Արմենակ Մանուկյանը։ Բարի գալուստ պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ ծանոթանանք Հայկ Հովակիմյանի կյանքի եւ գործունեությանը նվիրված փոքրիկ ակնարկին եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին Նախիջևանի գավառի Ջաղրի գյուղում։ Ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը, Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը, Քիմիատեխնոլոգիական ինստիտուտը։ 1921-ից 22 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ՉԿ-ի արտակարգ հանձնաժողովի կոլեգիայի, 1922-ից 23 թվականներին կառավարության պատասխանատու քարտուղար։ 1931 թվականից ծառայել է ԽՍՀՄ գիտատեխնիկական հետախուզությունում, Բեռլինում։ 1933-ից 39 թվականին Նյու Յորքում հետախուզության ռեզիդենտի տեղակալ։ 39-ից 41 թվականներին ռեզիդենտ։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներից ուղարկել է 31,000 էջ հույժ գաղտնի փաստաթուղթ, 1055 գծագրի հավաքածու, 163 նոր տեխնիկայի նմուշ, ինչի շնորհիվ ԽՍՀՄ-ում կառուցվել են բազմաթիվ ինստիտուտներ, կոնստրուկտորական բյուրոներ եւ գործարաններ։ 1940 թվականին Ռոքֆելերյան ինստիտուտում քիմիայի գծով դարձել է դոկտոր։ Ձերբակալվել է, ապա Ստալինի զանգից հետո ազատ արձակվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ռուզվելտի անձնական ցուցումով։ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարությունում 1943-ից 47 թվականներին ղեկավարել է Էնորմոզ ատոմային հետախուզություն նախագիծը, ապահովել խորհրդային գիտնականներին արևմտյան ատոմային գաղտնիքներով, համակարգել հայերի հայրենադարձության աշխատանքները, հետախուզության ամերիկյան ուղղությունը։ Նրա շնորհիվ Ստալինն արդեն հաջորդ օրը տեղեկանում էր Ռուզվելտի աշխատասենյակի զրույցների մասին։ 1946-ից 47 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության պետի տեղակալ։ Էնորմոզ նախագծի շնորհիվ ԽՍՀՄ կարողացավ ամենակարճ ժամկետում ստեղծել սեփական ատոմային ռումբը, որի գիտական ղեկավար Հովակիմյանի առաջարկով հաստատվեց Կուրչատովը։ 1949 թվականի օգոստոսի 29-ին փորձարկվեց խորհրդային առաջին ատոմային ռումբը, ինչի համար բացի Հովակիմյանից շատերը պարգևատրվեցին։ 1947 թվականին զորացրվել է։ 48-ից 67 թվականներին եղել է ԽՍՀՄ ազոտի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի եւ փորձարարական գործարանի տնօրեն, լաբորատորիայի վարիչ, զբաղվել քիմիական զենքի ստեղծմամբ։ Մահացել է 1967 թվականի մարտի 13-ին։ Թաղվել է Մոսկվայի հայկական գերեզմանատանը։ Խորհրդային հետախուզության պատմության մեջ ամենից արդյունավետ ռեզիդենտներից էր։ Պետանվտանգության գեներալ-մայոր, պետանվտանգության պատվավոր աշխատակից։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի եւ Կարմիր աստղի երկուական շքանշաններով։ Կեղծանունը Գենադի էր։ Նրա հայտնի գործակալներից էին ֆիզիկոս Կլաուս Ֆուքսը, Ռոզենբերգ ամուսինները, Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Հարի Ուայթը։ Քիմիայի ոլորտում 14 հայտնագործության հեղինակ է։ Տիրապետել է գերմաներեն, անգլերեն, իտալերեն, թուրքերեն լեզուների։ Մտերիմ էր Արամ Խաչատրյանի եւ Հովանես Իսակովի հետ։ Կինը վշտասպուհին Վերան Խաչատուր Աբովյանի ծոռնուհին էր։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում Հովակիմյանի անունով թողարկվել է նամականիշ։ Պարոն Աղաբաբյան, խնդրում եմ տակ թե ընդհանրապես խորհրդային հետախույզների եւ թե մասնավորապես իհարկե հայ հետախույզների այդ ողջ փաղանգում Հայկ Հովակիմյանի ունեցած տեղի եւ դերի գնահատականը։ Այս բնակավարում եւ որ ռեզիդենտ գիրքն էի պատրաստում եւ սկսեցի հետաքրվել, Արմենակն էլ է ինձ աջակցել այդ հարցում, բավականին մեծ թվով հայորդիներ կան, որոնք մեծ ներդրում ունեն հետախուզության ոլորտում, բայց խոսքը վերաբերում էր Հովակիմյանին։ Մի տվյալ ասեմ, գիրքը ճիշտ է 450 էջանոց վեպ է, բայց դեռևս նրա գործը բացված չէ։
Եվ այնտեղ կա որ միայն 150 խիստ կարևոր գյուտերի հեղինակ, այսինքն գյուտեր մատուցել է խորհրդային միությանը։ Այսինքն ոչ միայն որպես հետախուզ, այլ որպես գիտնական։ Նա գիտնականներ եւ դոկտորականը պաշտպանել է Նյու Յորքում, այնտեղ է ավարտել ասպիրանտուրան։ Ինչի համար եմ ասում, սա բավականին մեծ թիվ է հասկանալու համար, թե ինչ ներդրում ունի Հովակիմյանը, բայց Հովակիմյանի մասին երևի դեռ խոսենք, նա իր ուրույն ձեռագիրը, իր մեթոդները բերեց հետախուզություն եւ որը շարունակաբար արդեն ժառանգաբար անցավ հաջորդներին։ Նշենք, որ առաջանցնելով ասեմ, որ մեծ է ներդրումը նաև ատոմային հետախուզության ոլորտում, Այդ հարցին առանձին հանգամանալից ավելի կանդրադառնանք։ Եվ Ստալինն էր բարձր գնահատում նրա ծառայությունները։ Պարոն Մանուկյան, արդեն նշվեց, որ Հովակիմյանի որպես հետախուզ մեթոդների մասին, այդ առումով մի հարց ծագեց մոտս, ընդհանրապես թե հետախուզ լինելը հավանաբար դժվար մասնագիտություն է եւ այդ տեսանկյունից հենց Հայկ Հովակիմյանը որպես հետախույզ ինչ նորամուծություններ, ինչ նորություններ առաջ քաշեց եւ իր գործունեության ընթացքում հետախուզությունը որպես թե մասնագիտություն, թե ինչու՞ չէ, նաեւ որպես արվեստ ինչ զարգացում տվեց։ Ես մի փոքր կուզենայի կենսագրականի նորից անդրադառնալ, որը ցույց է տալիս նրանց այս ճանապարհը եւ բացատրում է շատ հետագայում հենց հետախուզության մեջ նրա դրսևորած հատկությունները։ Տեսեք, նոր հարգելի Աղաբաբյանը ասեց, Նյու Յորքում պաշտպանել է ուրեմն դոկտորական, մինչ այդ ուրեմն ինքը աշխատել է Հայաստանի արտակարգ հանձնաժողովում, չեկա են անվանում, հիշում ենք, ուրեմն շատ կարճ ժամանակ եւ այդտեղ երևի սկսվել է նաեւ նրա ոչ միայն հաջողությունների ընթացքը, այլև հետագա ինչ-ինչ դժվարություններ ասեմ, այլ բառ չօգտագործեմ, պատճառները։ Մայիսյան ապստամբության ժամանակ նա գեր է անգնում դաշնակցական նոր եկած կառավարությանը, բանտ է նստում, հետագայում վերականգնում է, ինչպես ասեցի, չեկայում աշխատում, այնտեղ հանկարծ խնդիր է ծագում, որ իբրև Դենիկինի բանակում է ինքը եղել, եւ այդ պատճառով քիչ էր մնում նույնիսկ կուսակցությունից անեն նրան, բայց բավարարում են նրանը, որ նրա վերագրում են, որ կոպիտ է եւ այլն, հանում են աշխատանքից, բայց բարեբախտաբար կոնկուրսից չեն անում։ Ինչու բարեբախտաբար, որովհետեւ եթե կոնկուրսից անել, հավանաբար հետագա նա այդ ճանապարհը չէր անցնի։ Եվ հետո նա գնում է Մոսկվա, սովորում է Բաումանի հայտնի ուսումնարանում, ասպիրանտուրա է սովորում, պաշտպանում է քիմիայի գծով, ուրեմն տեխնացուական, եւ հետո նորից նրան հիշում են հետախուզությունում։ Եվ հիմա որպես հետախուզ, որպեսզի նրան ներկայացնենք, պետք է անպայման ասենք, որ նա ոչ միայն քանի որ գիտնական էր, իսկ հետախույզները ուրեմն կարող են պատրաստել հետախույզ, բայց հետախույզներ կան, որոնք ի ծնե են։ Այսինքն բնատուր շնորհքը մեջները կա, դրանցից մեկը անկասկած Հովակիմյանն էր, որովհետև նա ոչ միայն որպես գիտնական, իրոք խելացի գիտնական ա եղել, որը շնորհիվ կարողացել է բազմաթիվ ուրեմն գիտական հետախուզական նյութեր հավաքել, նաև հետախուզության մեջ, օրինակ նա նորամուծություն է մտցրել հետախուզության մեջ, որը մինչև այդ ոչ մեկը չէր անում, ասենք հիմա դա գաղտնիք չի բնականաբար, ռեզիդենտը, իսկ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռեզիդենտի տեղակալ, ապա եւ ռեզիդենտ է եղել։ Ռեզիդենտը դա գործակալների ղեկավարն է այդ տվյալ երկրում։ Եվ ահա որպեսզի ամենահետախուզության մեջ ամենաբարդ հարցը կապի հարցն է, որ ինչքան շատ հանդիպես գործակալի հետ, այնքան վտանգը շատ է, որ կբացահայտվի եւ գործակալը եւ դու։ Եվ ահա Հովակիմյանը առաջին անգամ հետախուզության փաստորեն պատմության մեջ առաջարկ է անում, ընդ որում նա ռիսկի է դիմում, քանի որ առանց կենտրոնի Մոսկվայի ուրեմն թույլտվությամբ
առաջարկում է իր այդ տարիների ռեզիդենտին, որպեսզի ոչ թե միանգամից գործակալի հետ ռեզիդենտը կամ աշխատակիցը գնա հանդիպի, այլ մեկ այլ գործակալի դարձնեն, այսպես ասած, ղեկավար այդ գործակալների, այդ գործակալը հանդիպում այն գործակալի հետ, Ենթագործակալների այսինքն ինքը փոխանակ 3-4 հոգու հետ հանդիպում է միայն մեկի հետ։ Այդ դեպքում գաղտնիությունը ուրեմն ավելի հեշտ է պահպանելը, ավելի մեծ հնարավորություն է տալիս, բայց ասեք, այդ նորամուծությունը կարող է շատ թանկ նստել, չէ՞ Հովակիմյանի վրա։ կարող է նստել, Առնվազն պաշտոնից կհեռացնեին։ Ամեն քայլ խորհրդային միջինում, այդ թվում եւ հետախուզության մեջ Այն էլ այն տարիներին։ կենտրոնի թույլտվություն պետք է լիներ, բայց ինքը համոզում է ռեզիդենտին, իսկ մինչև այդ ինքը իրեն շատ լավ դրսևորել էր Գերմանիայում աշխատել, մինչև Ամերիկա մեկնել է, նրա սկզբնական աշխատանքը սկսվել է ուրեմն Գերմանիայում հետախուզական աշխատանքը եւ 6 լեզուների էր դիրապետում, այդ թվում գերմաներեն, անգլերեն գիտեր, ըստ էության եւ նա փորձ ուներ նաեւ այնտեղ։ Ահա այդ փորձը, երբ որ Ամերիկայի հարաբերությունները բացում է խորհրդային միջին 1933 թվականին, ուրեմն ամենապատրաստված մարդկանց միանգամից ուղարկում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղ աշխատեն։ Ինքը չնայած այդ հետախուզական աշխատանքի փոքր փորձին, բայց այնպիսի մեծ դրական բնութագիր ուներ Գերմանիայում այդ մի քանի տարի աշխատելու համար, որ նրան միանգամից ընտրում են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նաեւ որպես գիտնական լինելը օգնեց, զուր չի որ ձեր գիտքան վերնագրել եք դոկտոր դուք հետախույզ եք, այսինքն սովորական, այսպես ասած, հետախույզ չէր։ Սովորական չէր, ես մի քիչ առաջ գուցե անցնեմ, ասեմ, որ պատերազմի տարիներին երկու նոր ուրեմն ուղղություններ բացվեցին խորհրդային միության հետախուզության մեջ, որում հաճելի է, որ երկուսի ղեկավարել հայեր դարձան, մեկ ուրեմն հենց գիտական հետախուզության ուղղություն բացեցին եւ ղեկավար նշանակեցին Հայկ Հովակիմյանին։ Փաստորեն այնտեղ խնդիրներ կար, որ ինքը արդեն Ամերիկայում չնայած չէր խոստովանել, բայց բացահայտվել էր, Ստալինի անձնական միջամտությամբ նրան բերում են, վերադարձնում են պատերազմը ուրիշների համար, ամբողջ աշխարհի համար բացասական էր, բայց ինչ որ միտեղ Հովակիմյանի բախտը բերում հարաբերությունները լավանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, գալիս է դու հետախուզությունում աշխատում եւ նոր բացված այդ ուղղությունը ղեկավարում է։ Մյուսն էլ ասեմ, վերլուծական ուրեմն բաժին են բացում առաջի անգամ խորհրդային միությունում պատերազմի տարիներին եւ այնտեղ նույնպես հայ ուրեմն նշանակվում ղեկավար ուրեմն Միքայել Ալախվերդով էր։ Ալավերդյան էր իրական։ Այսինքն մեր հայրենակիցների, մեր հայրենիների դերակատարությունը հետախուզության կայացման ոլորտում անուրանալի է։ Դա հայտնի է, ճիշտն ասած, որովհետև հենց խորհրդային միության հետախուզության առաջի երկու ղեկավարներ հայեր են եղել, հիմնադիրները։ Երևի դա է ինչ որ միտեղ բան առաջացրել, որ հայերը շատ լավ են սկսել դրսևորել, պատիվ են երևի պահել։ Արդեն հեղինակություն ունեն, այո։ Պարոն Աղաբալյան, խնդրում եմ ներկայացնեք Հայկ Հովակիմյանի ողջ գործունեության, կարելի ասել առանցքային կամ գլխավոր գործը, Էնորմոս ծրագիրը նախագիծը, այդ անվանումը ինչ խոս մեր հերոստատիտողներին գուցե ոչինչ չի ասում, բայց այդ ծրագիրը ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային հետախուզության պատմության մեջ Це առանց չափազանցության իրոք առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Ասեմ, որ Էնորմոս նշանակում է սարսափելի, մոտավորապես սարսափելի ահարգում բան, Էնորմոս անունը հենց Հովակիմյանն էլ դրեց եւ Էնորմոս Այսինքն անունն էլ է այդ ինքը դրել։ Ատոմային հետախուզության ամբողջ այդ օպերացիայի անունն էր Էնորմոս, բայց մինչեւ ինքը Ամերիկայից արդեն տվյալներ է տալի խորհրդային միությանը, այնտեղ արդեն այդ աշխատանքներն ավելի շուտ էին գնում եւ պետք է ասեմ, որ որ վերադարձավ հայրենիք եւ աշխատանքի անցավ արտաքին հետախուզությունում, ինքը բազմիցս փորձում էր այս ծրագիրը կյանքի կոչել, Բերիային է դիմել Ստալին անդադ շեշտելով, որ մենք ամեն րոպե ուշացնում ենք
Պետք է ասեմ, ճիշտ է, գիրքը նաև գեղարվեստական է ռեզիդենտը, բայց ստեղ փաստերը համադրելով ես գտա, որ ինքն էր հենց Կուրչատովի, այնպես արել, որ Կուրչատովը դառնա մեր ատոմային ծրագրի ղեկավարը։ Այսինքն իր առաջարկով նաև Կուրչատովը դարձել, հա, կարող ենք այդպես ասել։ Իր աջակցության գրքի մեջ տված է, որովհետև չի լինում, որ Ստալինը անձամբ չճանաչելով նշանակի այդ ամենագաղտնի պոստում, ամենակարևոր պոստում։ Համապատասխան մարդիկում, որ պետք է առաջարկեր, նրանց հետ արդեն հանդիպել էր Հովակիմյանը եւ հենց նրանք էլ այդ հայտնի նիստի ժամանակ առաջարկել են Կուրչատովին։ Այդ ժամանակ է որ ասել «Я такого академика не знаю». Իսկ Կուրչատովը ընդամենը պրոֆեսոր էր այդ ժամանակ։ Եվ նաև մի բան էլ, երբ որ ինքը ընդեղից ուղարկում էր նախ ատոմի ճեղքումը առաջ անգամ կատարվեց Խարկովում, Հովակիմյանի ուղարկած նյութերի հիման վրա եւ իր բոլոր ուղարկած այդ ատոմային տվյալները ինք գիտեր, որ ավելի շատ Կուրչատովն է հավատում այդ ամենին, հենց ինքն էլ խորացած էր եւ փորձեց, որ Կուրչատովի հետ սկսվի։ Եվ երբ մենք փաստաթղթերն ենք նայում, այստեղ մի քանի փաստաթուղթ կա, որ Կուրչատովը խնդրում է Հովակիմյանին, անձամբ Հովակիմյան փաստաթղթերն են, որ այսինչ ակադեմիկոսին թույլ տվեք այս փաստաթղթի 3-րդ էջը կարդա։ Այսինքն ամբողջ Այսինքն այդ ողջ ծրագրի ընդհանուր ղեկավարումը պատասխանատուն Հովակիմյանն էր։ Հովակիմյանի վրա էր դրված եւ ոչ թե ավելի վերև կամ ներքև, հենց ինքն էլ այդ ամեն ինչը ուրեմն ղեկավարում էր։ Վերև ասացիք, հավանաբար նաև շատ չնչին քանակի բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյաներ էին տեղյակ, չէ՞ այս ծրագրից։ Այս ծրագրին տեղյակ Հաշված միայն նրանք, որ պետք է որ տեղյակ լինի, չնայած առաջանցներով ասեմ, որ ինքը այդ պտուղը չճաշակեց 47 թվականին նրան հեռացրին համակարգից բանի մեծ ջանքերի շնորհիվ Բերիայի եւ ինքը արդեն այլևս արտաքին հետախուզության աշխատակից չէր, երբ մեր ատոմային ռումբը փորձարկվեց։ Հա, բայց մինչև փորձարկումը պետք է նշել, որ ճիշտ է, ասացիք, որ 47 թվականին հեռացրեցին, բայց դրանից 1-2 տարի հետո, երբ որ փորձարկումը եղավ, այդ փորձարկումը մեծապես պայմանավորված էր Հովակիմյանի գործունեությամբ։ Դա նախորդ շրջանի գործունեությամբ։ Կուրչատովի գործունեության այբուբենից սկսած ներկա էր եւ Կուրչատովի հետ միաժամանակ ղեկավարում էր իհարկե հետախուզության պահով Հովակիմյանը իհարկե։ Փաստորեն էնորմոս ծրագիրը մինչև հիմա շարունակում է մնալ մեծ մասամբ գաղտնի կամ անհայտ լայն հասարակությանը։ Երևի 97 թվականին, երբ առաջի անգամ ես Հովակիմյանի մասին իմացա, դա Մոսկովսկի կոմսոմոլեցում տպագրվեց, ընդեղ գրվեց բացվել է ատոմային գործը, կարծեմ այդպես էր, եւ փակվել է, ոնց որ բացեն փակեն եւ արդյունքում 5 հոգի ստացել էին հերոսի կոչում։ Դրանք բոլորը Հովակիմյանի տարբեր ժամանակներում ենթականներ են եղել։ Ինչ եմ արեմ ասում, որովհետեւ բացել դա չի նշանակում, որ ամբողջությամբ գործը բացվել է, իհարկե։ Հասկանալի է, որ բավականին գաղտնիքներ միջև այժմ կան։ Որ Հովակիմյանի գործունեության մեծ մասը հավերժ փակ գրիֆի տակ էր։ Այստեղ ուղղակի մի բան կարելի է հավելեմ։ Ուրեմն ոչ միայն այդ պահից, երբ որ ինքը սկսեց ղեկավարել, այլ Ամերիկայում եղած ժամանակը դել
ռեզիդենտ եղած ժամանակ ուրեմն երկու աղբյուրից են իմացել, որ Ամերիկայում ատոմային միջուկի, ուրեմն ուրանի միջուկի ճեղքում է կատարվել, մեկը Հովակիմյանն է իմացել, հետո Անգլիայի ռեզիդենտուրան հաստատել, այսինքն նա ակունքներում կանգնած էր այդ գործողությունների, իսկ այդ ամբողջ ուրեմն միջոցառումների ուրեմն ամբողջության մեջ խնդիրը ինչու՞մ էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ատոմային զենք էր պատրաստում եւ Խորհրդային Միությունը արդեն տեղյակ էր, որ պատրաստում են եւ աշխատում են այդ տեխնոլոգիան, այդ իրենց այդ օգտագործած ուրեմն ձևերը եւ այլն ձեռք բերել եւ Կուրչատովին օգնել, որպեսզի նա արագացնի։ Այստեղ խնդիրը նրանում չի, որ սովետական, ասենք, գիտնականները չէին կարող ուղղակի ժամանակի հարցեր դրած եւ այդ հարցում շատ ուրեմն մեծ դերակատարություն է ունեցել նույն Հովակիմյանը, որը նախապեսել է ուրեմն տեղյակ բայել, որ նման աշխատանք է գնում եւ հետագայում նրա եւ նրա ղեկավարության տակ աշխատող ուրեմն հետախուզական մարմինները կարողացել են այդտեղ արդեն մեծ պատմություններ են կարողացել են այդ նյութերը ձեռք բերել եւ օգնել, որ Կուրչատովը ավելի արագ հասնի նպատակին։ Իհարկե, դուք ճիշտ եք ասում, որ Կուրչատովը եւ նրա այդ գործած մյուս այդ անվանի գիտնականները վաղ թե ուշ այդ ատոմային կամ միջուկային զենքը պիտի ստեղծեին։ Հա, բայց մյուս կողմից պիտի հաշվի առնենք, որ սառը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արդեն սառը պատերազմը սկսվեց եւ արդեն սառը պատերազմի արդյունքում ամերիկացիները կարծեմ 50 թվականի սկզբին նախատեսել էին շուրջ Խորհրդային Միության շուրջ 70 քաղաքների խոշոր այդ թվում նաեւ Երևանը ռմբակոծության ենթարկել եւ ժամանակի այստեղ գործոնն է կարեւոր, որ այդ ամենը կանխվեց։ Եվ շատ կարևոր է, որ ինքը հենց ակունքներում է եղել։ Այսինքն ոչ միայն հետո նորից եմ կրկնում սկսեց ղեկավարել, հիմնական Բերյանին են համարում ղեկավար ընդհանուր այդ միջոցառումների, բայց գլխավոր գործող անձը անմիջական ղեկավարն էր Հովակիմյանն էր, որը հենց նախապեսել է իմացել։ Պարոն Մանուկյան, մի քիչ նորից հետ գնանք, ձեզ որպես այդ տարիների բռնաճնշումների մասնագետի մեկ հարց եմ ուզում ուղղել։ Դուք այդ մասին արդեն ասեցիք 22 թվականին Հովակիմյանին Հայաստանում այսպես ասած բռնաճնշումի ենթարկվեց, ճիշտ է չդատվեց, բայց բոլոր դեպքերում այն ժամանակվա հատուկ ծառայությունից հեռացվեց, գնաց Մոսկվա, նույն ձևի պատերազմից ժամանակ եւ պատերազմից հետո այդ առումով նաեւ երևի Հովակիմյանը լեզուն չէր կարողանում պահել, անընդհատ բողոքում էր, որ Երևանում մեր ազգային կադրերին սպաներին ակսորում են, չգիտեմ, պատերազմից հետո ասում էր գործակալներին, հետախույզներին ձրբակալում եք, այս ոնց կլինի։ Ուրեմն այստեղ մի շատ կարևոր հատկություն կա, որը զարմանալ է, հետախույզները սովորաբար այդպես հավանենք ավելի ճկուն են լինում, շատ սկզբունքային մարդ էր Հովակիմյանը։ Այդ առումով ճկուն չէր։ Ճկուն չէր, զարմանալի է, բայց փաստ է, որտեվ այդ տարիներին, ասենք 20-ականներին ես բռնաճնշում չի անվանի, ուղղակի հետապնդում անվանենք ինչ-որ միտեղ, որտեղ բռնաճնշումը բռնաճնշումը մի քիչ խորքային ավելի, համենայն դեպս նա տուժել է։ Այդ առումով ես արդեն ասեցի, չեմ ուզում կրկնել 20-ական թվականների այդ պատմությունները եւ հետագայում էլ մենք ինչ ենք տեսնում, տեսեք 36-37 թիվն է գալիս։ Ինքը աշխատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պրեզիդենտի տեղակալ էր, հետո ռեզիդենտ էր եւ մի խայտարակ բան է տեղ ունեմ։ Մեր մարդկանց հետ որ ինքը աշխատում էր, սկզբունքային լավ հետախույզներ, նվիրված հայրենիքին, իսկ խորհրդային հետախուզությունը աչքեր են գնում հենց իր գաղափարախոսությամբ։ Նրանք ավելի շատ գաղափարախոսությամբ նվիրված մարդիկ էին կոմունիստական, լավ էր, վատ էր, այդպես էր։ Եվ նրանց այդ աշխատողներն էլ են այդպեսի։ Են որում մեծ մասամբ գումար ֆինանսեր չէր օգտագործում Հովակիմյանը։ Բացարձակապես չէր օգտագործում գաղափարական այնքի վրա, ասենք այդ ատոմային զենքի հետ կապված, գիտեք, ամուսինները քյուրի, որ օգնել են, նրանք հենց միայն գաղափարի համար են գնացել, որպեսզի բանը հավասարակշռություն առաջանա աշխարհում եւ համաշխարհային պատերազմը ուրեմն կանխվի։
դա է գաղափարը։ Եվ ինքը սկզբունքային դնում էր, ինքը օրինակ գրում էր, որ իր համար շատ տարօրինակ է, ինչպես կարող են իր հետ աշխատած այդ նվիրված մարդիկ հանգարց լեզուն ոնց որ ասում են իրենց ճեր պահում։ Նույնիսկ գրավոր գրում էր Ինչպես կարող են ժողովրդի թշնամի լինել։ Բերային գրում էր, որ եթե այս պայմաններում հնարավոր չի աշխատել, բոլոր լավ կադրերին տարել եք, հիմա այնպեսի իրոք դժվար վիճակի մեջ եք դրել, որ ասենք ես ռեզիդենտ եմ, 14 գործակալի հետ եմ աշխատում, 3 այդ գործակալների ղեկավարն է, որը ֆիզիկապես հնարավոր չի, հա, ես կարող եմ մի կերպ յոլա եմ տանում, բայց այսպես հնարավոր չի։ Եվ ամենակարևորը չէր վախեցել, գրել էր, որ բանը ինձ հետ կանչեք, էլ հնարավոր չի, ես համ աշխատանքս չեմ կարող այս պայմաններում այնպես կատարեմ, որպես հնարավոր է, հետո օգնել եմ, այդպիսի բան էլ չկար հետախուզության մեջ, ինքը հանգարտ դիմում ասում է ինձ հետ կանչեք, էլ չեմ կարող եք ենթադրել, որ հենց այդ նրա այսպես կոչված ոչ ճկուն լինելը կամ սկզբունքային լինելն է ճակատագրական նշանակություն ունեցավ։ Իր կենսագրության մեջ դա իհարկե ոչ լավ դեր է խաղացել։ Չի ասի ճկունության պակաս, ավելի շատ սկզբունքայինություններ, որովհետև մի քանի անգամ է դրսևորվել, նույնիսկ գաղտնագրերում գրեթե բացահայտ մեղադրում էր իր ղեկավարին, Բերիային։ Երբ իրեն կալանավորեցին, այդ հետաքրքիր պատմություն է, ինչպես էր իրեն պահում։ Դա պատերազմից հետո կալանավորեց։ Չէ, դա Ամերիկայում 40 թվականում երբ ձերբակալեցին եւ ինչ պահանջներ էր դնում այնտեղ դաշնային դատախազը, դատեր ամերիկյան դատախազը։ Այո, ամերիկյան։ Եվ ստեղ կա գրքի մեջ, ռեզիդենտի մեջ կա Ֆեդյուշինին ինք գրավոր գրել է եւ ուղարկում ոսկե թե ինչու է վատ աշխատել Ֆեդյուշինը, գլխավոր կոնսուլը Միացյալ Նահանգների ինքը չէր հանդուրժում բաստողումները, ոչ պրոֆեսիոնալիզմը, ու չէր նայի դիմացը ով է։ Ու այնպեսի մի տարապ է տեղացել ու ուղարկել Մոսկվա, որ այս դեպքում այս ամենը կարող էր եւ չլինել։ Նույն ձևի ինքը չէր կարող հանդուրժել շատ այն ամենից, ինչպես գիտենք, թե Բերյան ինչ էր անում։ Այդ սկզբունքայինությունը վերջի վերջո վնասեց։ Այո, վնասեց եւ բացարձակ յետասար տարիքում դարձավ թոշակառը։ Դարձավ թոշակառ, ինչպես այս ժամանակներն ասում, յետասար թոշակառ։ Պարոն Աղաբաբյան, ժամանակի հեռավորությունից արդեն Հովակիմյանի մահվանից կամ այդ թեմայի շուրջ որ խոսում ենք բավականին մեծ ժամանակ է անց է, ինչ եք կարծում։ Հիմա արդյոք Հայկ Հովակիմյանը ըստ արժանվույն գնահատված է։ Մինչև հարցից պատասխանելը կցանկանայի մեր հեռուստադիտողներին տեղեկացնել, որ հետաքրքրասերները կարող են Հայկ Հովակիմյանի ողջ գործունեությանը հետախուզական հատկապես նվիրված մեր հյուրի ռեզիդենտ գրքի երկրորդ հրատարակությունն է ծանոթանալ։ Գնահատված է արդյոք։ Ես կասեի բացարձակապես ոչ։ Մեր ուղեղներում խոսքը հայերի մասին է։ Դե նախ հայրով էլ չգիտենք, որ նման հայորդ ենք ունեցել։ Դե ոլորտն այնպեսին է, որ բարձր որ չէին իմանալու, բայց այնպեսի մի մեծ աշխատանք է տարել նա։ Այնպեսի ես ժամանակին խոսում էի մեր ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, զարմացա։ Կներեք, բայց իսկույն եմ տալիս ասել, որ ասեց, որ Հովակիմյանի մասշտաբները այնքան մեծ էր, որ ինքը Հայաստանում մի թե իմաստեղներ գործ չկա, բայց այնքան գործ կա հիմա եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Բայց չէ ասի նա գնահատված է, որովհետեւ 47 թվականից հետո նրան այլևս չեն հիշում։ Մենք ենք հիշել։ Ես վարմենակը գիրք ենք գրել։ Ոչ միտեղ ես չէի ասի, ով ասի որ գնահատված է, չեմ կարծում։ Եթե գրքով գնահատված է, հա, բայց պետական մակարդակով
Իհարկե այստեղ կարծեմ վետերանների միությունը Նաև մասնագիտական մակարդակով գնահատված է արդյոք։ մասնագիտական Որպես մակարդակով հետախույզ կարող է ասել, բայց այդ առումով հա, բայց որ ինչ որ բան ասենք հերոսի կոչը կարող են տալ, որ Այո։ չեն Հա, դուք տալ։ արդեն ասացիք, որ նա ենթակաները այն հետախույզները, ովքեր այդ ատոմային հետախուզության ծրագրին մասնակցել Այնպիսի են, գրանդիոզ Ելցինի մեծ- ժամանակ հերոսի կոչման արժանացան, բայց Հովակիմյան այդպես էլ այդ կոչումը չստացավ։ Նրանք արժանիորեն են ստացել, ես կասեի, ես Իհարկե, բոլոր արժանի են այդ վեց հոգին։ մեծածավալ աշխատանք ու մեծ գործեր արվել, որ պետք է տային։ Երբ ես հանդիպեցի Վլադիմիր Չիկովի հետ, գնդապետ, որը այդ բոլոր 5-ի մասին էլ վեպեր է գրել եւ նվիրեց ինձ, ասում եմ, բա Հովակիմյան, ասես Հովակիմյանը ամենան է։ Հա, բայց ամենանա, բայց ամենային չի տվել։ Շատ հետաքրքիր, ասես պատվեր չունեք։ Անկախած 97 թվականներ, ասես անկախացած Հայաստան եք։ Թող ձեր կառավարությունը վերանայի։ Հա, բայց այդ ատոմային ռումբը անկախացած Հայաստանի համար չի ստեղծել Հայկ Հովակիմյանը կամ նպաստ է ստեղծմանը։ Դա էլ պիտի ասենք, չէ՞։ Ավաճան, եւ մենակ ատոմայինը չի։ Քանի որ նա քիմիկոս էր, դելևս Գերմանիայում 31-33 թվականին երբ գիտատեխնիկական հետախուզությունում էր աշխատում, ուրեմն քիմիական զենքերից բռնացրած, հակագազերից բռնած, հակագազերի յուտարարը առաջինը ինֆորմացիան տալիս էր իրար նոր Գերմանիային, վերբով կարած էր։ Եվ այսինքն գիտությանը վերաբերվող ամեն ինչ եւ Գերմանիայում իր այդ կարճ ժամանակ եւ Ամերիկայում նա սկուտերի վրա մատուցում էր։ Բացատրում կա որ դու 4 ինքնաթիռը եւ որ ստեղծվեցին դա ամերիկյան F ինքնաթիռներ, որը շուրուկներով Ձեր նշած հեղինակին եմ ուզում հակադարձել, որ ասել է որ դա նորանկախ Հայաստան անի, բայց նաեւ պետք է նշենք որ Հովակիմյանի հայթայթած տրամադրած այդ հետախուզական գիտատեխնիկական տվյալների հիման վրա Խորհրդային Միությունում տասնյակ գործարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, հարյուրավոր, կոնստրուկտորական բյուրոներ են ստեղծել, որոնք մինչև հիմա աշխատում են եւ որոնց արտադրանքը միլիարդավոր դոլարների եկամուտ է բերում։ Եվ որ հեռացվեց համակարգից, դուրս մնաց 51 թվականին իր նյութերի հիման վրա մեծ գործունեություն ծավալող գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն աշխատեց նաև, բայց ես չգնահատվածի պահով ասեմ նաև, որ մեր կողմից էլ չի գնահատվել, որովհետև քիմիական արդյունաբերության հզոր, ասեի, զարգացումը Հայաստանում այս մարդու հետ էլ կապված է, որովհետև շատ փաստաթղթեր կան, թե ինչպես է մեր կառավարության հետ ինքը դեռևս այն ժամանակ աշխատում, որպեսզի այստեղ քիմիական արդյունաբերությունը զարգանա։ Հայաստանից էր պատգամավոր ընտրվում, հայրենադարձությամբ էր զբաղվում։ Այո, եւ Իսակովին ինքն էր համոզել ուղարկել Հայաստան եւ այստեղ ստիպել որ մի ամիս պահեք որ լրիվ իրան հայից գա։ Ինքը մեծ հայրենասեր էր, մեծ հայ էր։ Իր ամենամտերիմներից էր Արամ Իլիչ Խաչատրյանը, Հալաբյանը։ Ուղղակի այդ ընդհանուր մեծությունը պատկերացնելու համար թվով որ զգացվի 31,000 էջ ուրեմն հետախուզական նյութ է ուղարկել գիտության այդ տարբեր ասպարեզների մասին։ Եվ ցավալի նաև որ այդ նման այդ աշխատանք կատարածը ստաժնավոր մինչև հիմա գծագրեր է ուղարկել եւ որ ասեցինք իրոք հարյուրավոր ուրեմն գործարաններ գիտական կենտրոններ են ստեղծվել իր այդ ուղարկած նյութերի հիմքի վրա դա արդեն ակնհայտ է որ ինչ մեծ աշխատանք է կատարել։ Պարոն Մանուկյան, դուք որպես հետախուզության պատմության մասնագետ եւ որպես մեր ազգային անվտանգության ծառայության գնդապետ Հայկ Հովակիմյանի կերպարը մեր ներկա երիտասարդ հայ հետախույզների համար որքանով է ուսուցողական եւ դաստիարակիչ։ Ես կարծում եմ, որ շատ մեծ դեր կարող է ունենալ մեր նոր սերնդի դաստիարակությանը եւ կարծում եմ, որ հարգարժան պարոն Աղաբաբյանը եւ ես հենց այնպես չենք անդրադարձել, նաեւ ինչ որ միտեղ ենթագիտակցությունում նաեւ դա ենք նկատի ունեցել, որ նաեւ երիտասարդները կարդան, տեսնեն, թե ինչպես մարդ է եղել, ինչպես է աշխատել, ինչպես է նվիրված եղել այդ ամենին եւ այդ ամենից ինչպես ասում են դասեր քաղել։ Ուղենիշ պետք է լինի, չէ՞։ Ուղենիշ դառնա մարդկանց համար։ Այո, մեր ժամանակի հերոս կարելի է համարել իրան։
միանշանակ շատ մեծ դերակատարություն կարող է ունենալ եւ հաճելի է, որ ես ինչքան գիտեմ հերոստատեսությամբ դեռևս նրա մասին մեծ հաղորդում կորուցե սխալվում եմ, եթե եղել է շատ ուրեմն քիչ է եղել եւ շատ գովելի է, որ այս հաղորդաշարում անդրադարձել է Հովակիմյանը։ Արարատ հերոստանգերությունով կարող ենք հպարտանալ, որ առաջինը կամ առաջիններից մեկն է ներկայացնում Հայկ Հովակիմյանի։ Հարգելի հերոստատիտողներ, ահա այսպիսին էր Խորհրդային Միությանը ժամանակին ատոմային գաղտնիքներով ապահովված մեր հայրենակիցը, ում շնորհիվ նաև ատոմային ռմբակոծումից ձերբազատվեց կամ ազատ մնաց մեր հանրապետության մայրաքաղաք Երևանը։ Մեր այսօրվա հաղորդումը նվիրված էր իրավի լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյանին, առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։